Հաշմանդամներ, փախստականներ, մուրացիկ երեխաներ, սոցիալապես անապահով խմբեր, բռնության ենթարկված կանայք։ Նրանց մասին այսօր պատմում են պաստառները։ Հենաշարժողական խնդիրներ ունեցողները թեքահարթակների բացակայության պատճառով զրկված են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից։ Տեսողական խնդիր ունեցողների համար նույնպես մեր երկիրը խոցելի է։ Անմաչելիությունը բերում է նաև կրթության, զբաղվածության, իրավունքի ոտնահարմանը, մշակութային կյանքով ապրելու անհնարինությանը։ Փուլերը այսօր փաստացի չեն կարողանում ինֆորմացիա ստանալ հեռուստատեսությամբ, այն որ գնում է լուսագրերով, փաստորեն այդ լուսագրերը չեն համապատասխանում այն պատկերին, որը որ ներկայացվում է հեռուստացույցով։ Արտոնություններ չեն պահանջում, ուղղակի ցանկալի կլիներ, որ չտեսնողներին եւ քույրերին, թույլ տեսնողներին տրվեն հավասար իրավունքներ եւ հնարավորություններ մյուսների հետ։ Երեխան պետք է ապրի ընտանիքում, սա նրա իրավունքն է։ Հանրապետության մանկատներում 1000-ից ավելի երեխա կա։ Ասենք ոչ երեխայի նկատմամբ բռնությանը դուրս բերենք, որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի ընտանիքում, որ յուրաքանչյուր երեխա պետք է կրթություն ստանա, որ երեխայի համար պետք է հասանելի լինեն ծառայությունները։ Այս ամենը երկրի համար պետք է լինի այնքան գերակա խնդիր, որ մենք վստահաբար ասենք, որ երեխայի իրավունքները պաշտպանված են։ 90-ականների սկզբին Հայաստանում 360 000 փախստական կար, այսօր մոտ 200 000։ Բնակարանային հարցը դա մեր ամենաառաջին հարցերից մեկն է, որ մինչ այսօր մոտ 1300 ընտանիք դեռ բնակարանի կարիք ունի։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանին դիմողների մեծ մասը ընտանեկան նպաստից զրկվածներն են։ Շատ են դժգոհում նաև կենսաթոշակների սխալ հաշվարկից։ Մեր երկրում առաջընթացներ լինելով հանդերձ բազմաթիվ են խնդիրները եւ իմ գնահատականը այս տաղավարներն են, որոնք պատմում են ցավերի, խնդիրների, դաժան պատմությունների մասին եւ քանի դեռ կան սրանք, խոսել ուրախության եւ տոնական տրամադրությունների մասին բարդ է, նույնիսկ այսպիսի լավ օրով։ Թամարա Գուրգենյան, Նարեկ Եղիազարյան, ժամը լրատվական։